Երթևեկության համար բալային համակարգը 9-ից դարձավ 13 բալ։ Դրան զուգահեռ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է խստացնել պատասխանատվությունը, խախտումների դեպքում ավելացնել տուգանքների չափը։ Երթևեկության ոլորտի փորձագետների գնահատականն է ու ձևակերպումը։ Կարելի ասել ոչինչ էլ չփոխվեց։ Որքան էլ բալային համակարգը բարձրացվի, միևնույն է, անկարգապահ վարորդը շարունակելու է 13 բալն էլ մաշել։ 9-ով չբավարարվողը 13-ով էլ չի բավարարվի, 23-ով էլ։ Գումարն էլ դերը փոխելու շատ չի փոխում, ստեղ ընդամենը ռակերովկիկ են արել։ Իդեալական կազմակերպված էր, կարծում եմ, այդ ամեն ինչի մեջ պետք է տեղավորվել 9-ի մեջ։ Վիճակագրությունն է ցույց տալիս, որ հանրապետությունում ավելի շատ խախտումները ամրագոտի չկապելու եւ առանց վարորդական վկայականի մեքենա վարելու դեպքերն են։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 300-ից ավել անձ առանց վարորդական երթևեկելու։ Քրեականով 90%-ը քրեականով դատապարտվում են 375,000 դրամ տուգանքի ու դատվածությունը քրեական գործով դա կատաստրոֆիկ պետության համարել է դա ծախս ու աշխարհով այդ ստատիստիկայով դատվածությունների քանակով ասենք պայտարակություն է էլի։ Առաջիկայում ներքին գործերի նախարարությունը քննարկումներ է անցկացնելու վարորդների խախտումների դեպքում պատասխանատվությունն ավելի խստացնելու համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքով տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց ավելի մեծ հանրային վնասակարություն ունեցող իրավախախտումների համար տուգանք տույժի տեսակը փոխարինվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում տույժի տեսակով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։